շատ ուրախ եմ ձեզ տեսնել Սիգմերիայի երկրորդ հանդիպմանը։ Ուշացողներին չենք սպասում, քանի որ Նիկը երկար ժամանակ չունի, ու մենք անհամբեր ենք, 20 րոպե սպասել ենք, ճիշտ է։ Ուզում եմ հիշեցնել, որ ակումբը ֆեմինիստական չէ, ակումբը շնորհակալ է բոլոր տղամարդկանց, մեր հայրերին, պապերին, տղա երեխաներին, ամուսիններին եւ վառ օրինակ Նիկը այսօր եկել է մեզ օգնելու։ Սիրելի կանայք, թույլ տվեք ձեզ վայելել ձեր տղամարդկանց աջակցությունը, լինել կանացի, լինել երջանիկ եւ ձեր երջանկությունը տանել ձեր տուն։ Ուզում եմ լավ ընկերոջը, երջանիկ մարդ եմ, որ քեզ ճանաչում եմ Նիկ ջան, բախտ ավիճակվել հյուրընկալել քո տանը, քո օջախում, հիացած եմ Նիկի ընտանիքով ու հիացած եմ այն ամեն ինչով, ինչ անում են իրենց օրինակով, դաստիարակում են, փոխանցում են ու փոխում են մարդկանց կյանքերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Քվանտային ընտանիքիս, Նազին, այս ամեն ինչի հիմքում քվանտային գիտելիքներն են, անկախ ամեն ինչից ես դարձա այն ինչ որ այսօր եմ քվանտային ընտանիքի շնորհիվ։ Միշտ ունեցել եմ այս գաղափարը, բայց երբեք չեմ կարողացել ի գործ դնել եւ շնորհակալ եմ Մերիին, որ հավատաց ու փորձեց օգնել ինձ այս գործում, անսահման շնորհակալ եմ քեզ Մերի ջան։ Ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակը, ռեսուրսները եւ էներգիան դրել են ու բերել են այստեղ տանելու իրենց հետ ավելին ու մեծ բազայով տուն գնալու։ Շատ շնորհակալ եմ, մեզ մաղթում եմ բարի վայելում։ Ես երևի կյանքի ամենամեծագույն փորձություններից մեկն է հիմա, տեսնենք ոնց ենք տակից հելնելու, այսքան կանացի էներգիա, այսքան կանացի գեղեցկություն ու մենակ ես։ Խոսքը սկսեմ իմ հիացմունքն ու ոնց որ ուրախությունը ձեզ հաղորդելով այս երևույթի հետ կապված, որ բոլորով միասին հենց հիմա կառուցում եք, ինքը շատ հզոր բան է դառնում, ես ինքս դա տեսնում եմ ու այս խոսքի սկզբի հատվածը կցանկանամ ձեզ ցույց տամ, ես ինչ եմ տեսնում, թե դուք ինչ եք հիմա այստեղ կառուցում, հարազատներ ջան։ Արտասահմանում sense բաներ բավականին հաճախ է հանդիպում ու շատ ուրախ եմ, որ հիմա արդեն մեր հայրենիքում էլ մի քանի խիզախների կողմից ոնց որ հիմք դրվեց, բայց ուզում եմ հասկանանք միասին, որ այս սնես չի, որ եթե իրանք են սկսել անունը, իրանց անունը վեկալի ճպսրել են ծրագրի վրա, այս իրանք են, էլի, այս դուք բոլորդ եք, թե այս ծրագիրը ինչ կդառնա, ինչքան երկար կտևի, ինչ ուղղությամբ կգնա, այդ լրիվ ձեզանից է կախված լինելու։ Այս նմանատիպ երևույթները ոնց է սկսում, եկեք մի փոքր բան անենք, հասկանանք ինչ է այս ամեն ինչը ոնց է սկսվում։ Հիմա միտք չէ սկզբում, եթե այդ միտքը ինչ-որ լուրջ էմոցիաներ առաջացնում, ասենք բարձրաթրթիռ էմոցիաներ, արդեն ոնց որ ավելի շատ հնարավորություն է ստանում այդ միտքը դառնա ֆիզիկական իրականություն, Հիմա ստեղծել նստած շատերի մտքում շատ հնարավոր է, որ կյանքի տարբեր փուլերում սրա պես, պարտադիր չի հենց այս ֆորմատով, բայց մտքեր առաջացել են։ Բայց հնարավոր առաջացել են ու մնացել են որպես միտք կամ մահացել են որպես միտք, որովհետև այդ աստիճանի էմոցիաներ չեն առաջացրել։ Հնարավոր է առաջացրել են նաև էմոցիաներ, բայց էլի չեն դարձել ֆիզիկական իրականություն։ Ինչի, որովհետև այդ կրողը, այդ միտքն ու այդ էմոցիան ապրողը չի ունեցել խիզախություն, որպեսզի խոսա դրա մասին։ Սկսվում է որպես միտք, եթե ինքը արժանի է բարձրաթրթիռ էմոցիաներ առաջացնում կրողի մոտ, եթե կրողը
կարողանում է իրան թույլ տա խոսա դրա մասին, արդեն խոսքը ֆիզիկական իրականության մեջ է, արդեն բավականին մոտենում է ինքը դառնալ իրականություն։ Բայց ինչքան մտքեր ենք ունենում, որ էմոցիաներ առաջացնում, խոսում ենք դրա մասին ու էլի չի իրականանում, հա։ Որտեղ դրանից հետո ամենադժվարն ու ամենակարևորն է գալի, քայլ անելը։ Միտքը եկավ, էմոցիաներ ապրեցիր, Սիլվա ջան, խոսացիր, Հավատաց։ բայց քայլ էր պետք, չէ՞։ Ու այդ քայլը արվեց, որովհետև քեզ միացավ մերին։ Ագին մտածում է, էլի, ոնց ասենք, օրինակ ձեզ ներկայացնեմ, հա, հիմա պարզը մի քիչ պետք է ձեզ գովաբանենք այս ամեն ինչի համար։ Ուրեմն կոնկրետ Սիլվային մի փոքր հեշտ է երևի ասենք, հա, նկարագրել, որովհետև կյանք հոմանիշի իմ համար ասենք Սիլվա։ Հա, էներգիա, չգիտեմ, ապրելու ցանկություն, երազանքներ, այդ սա ասենք Սիլվան է, այդ ամեն ինչի մարմնավորումը։ Այսինքն այդ feminine, այդ կանացի էներգիա, էլի, քաոս ինչ-որ միտեղ, չէ՞։ Բայց այդ կանացի էներգիային մի փոքր ասենք բան է պետք, այդ քաոսայինին արդեն մի փոքր ոնց որ հանդարտ էներգիա է, չէ՞, պետք, ասենք ավելի ոնց որ ամուր մեջք։ Էջ հանդարտ չի, սխալ եմ ճանաչեմ։ Շատ հնարավոր է։ Բայց ես եմ իրան հանդարտացրել։ Նայեք, ասեմ ձեզ, այդ ամեն ինչը ոնց է աշխատում, հա։ Բնակ ես վերցնում եմ իմ ու իմ կնոջ հարաբերությունը, որտեղ որ ես եմ ոնց որ հանդարտ, ինքն է այդ հատվածը իմ լրացնում։ Այսինքն ինքը տենց բացարձակ ինչ-որ մի երևույթի մասին չենք խոսում, էլի։ Հիմա էլի իմ հասկացածն եմ ասում, բայց ըստիս Սիլվան շատ ավելի ոնց որ սենց երազկոտ է, ինքը կարա 15 բան երազի, բայց ասենք մերին այդ նկարի մեջ, ասենք ֆոկուսի բերողն է, էլի, ավելի կոնկրետացնողն է, այդ առումով հանդարտ, չէ, ինքը պետք է ունենա, չէ, այդ հանդարտությունը, որպեսզի կարողանա Սիլվայի քաոսը առաջնորդի ու ինչ-որ միտեղ տանի, էլի, դա դարձնի արդեն ֆիզիկական իրականություն։ Ինչ ի նկատի ունեմ, որ իդեալական զույգ եք, հա, իդեալական համադասություն եք ու դրա արդյունքում ծնվել է սա։ Առանց մեկիդ, հա, մյուսը չէր կարողանա էլի այս ամեն ինչը բերել, այնպես որ հիմա ձեզ ծափ տալու ժամանակն է, ապրեք շատ։ Սիլվային ճանաչում եմ, ու տենց էլի որպես տենց երեսառերես մոտ 1 տարի, իսկ տենց օնլայն հարթակում երևի մի քանի ամիս է դրանից ավելի շատ, բայց այնպես տպավորությունն է, որ առանց չափազանցնելու գոնե մինիմում 10 տարվա մենք ընկերներ ենք, հարազատներ ենք, այս մեր հարաբերությունը շատ ավելի սերտացավ իր այս Ամերիկա այս տարվա գալուց հետո, այս Ամերիկայի ճանապարհներով, որ Լիլիթն ուր է, Լիլիթի ու Սիլվայի հետ ես ու կինս հազարավոր կիլոմետր, չէ, որ ճանապարհորդել, խոսալ, իմիջայլոց այս միտքն էլ ենք, չէ, այնտեղ շատ բան արել, ուզում եմ ասեմ, կարեք ինձ է ծապտակ, ես էլ եմ կուշտով Մի խոսքով, հարազատներ ջան, որ կատակը կատակ, բայց իրոք այնքան ուրախ եմ ձեր համար, որ հայ կանանցով ունեք սենց մի բան, էլի ես մտքերս, որ ուզում էի հավաքեի բան, ուզում էի հասկանեի եմ ես այսքան ուրախ, այս կողքեր կազմակերպության համար, էլի, ասենք կանեք եք, դուք ձեր ակումբով, ինձ ինչ հա, բայց մի հատ պահ եկա, որ հասկացա խի, երեք ճիշտ է, կիսվեցի ես զումի ընթացքում, բայց ով չի բան արել, ասեմ էլի, ուրեմն տարիներ առաջ ես ինքս ոնց սկսեցի այս ամեն ինչով զբաղվել, ես բիզնեսմեն, այն ձեր իմացած հայ տղա, տարբեր կյանքի ինչ-որ բնակավարներում հաջողված, հա, ամուր լավ ընտանիք, ընկերական շրջապատ, ապրելու ոնց որ այդ օրենքներին, փիլիսոփայությանը բավականին հաջողված ոնց որ տիրապետում էի ու ապրում էի, ու ոնց որ միտք եկավ, էլի, որ կարելի է ոնց որ հանրայնացնել այդ իմ օրինակը, իհարկե միևնույն ժամանակ մինչև հիմա էլ գիտակցում ունեմ բազմաթիվ թերություններ, հա, բազմաթիվ, դրա մասին չի խոսքը, բայց եկեք խոսանք սրա մասին, որ կարելի օրինակ սենց ապրել, որ եթե ինչ-որ 1, 2, 3-ին կարա օգտակար բան լինի, հա, թող վերցնեն, ընդօրինակ են, էլի։ Ու
Դրա համար էլ էջի սաունը կոնկրետ որոշեցի դրեցի ապրելու արվեստ, հա, որովհետև կյանքը ապրելը ինքը շատ նուրբ արվեստ է, էլի։ Ու որ ամեն օր այդ կյանքի բան ենք, չէ, ուսանողներ ենք, եթե մենք ազնիվ ենք գտնվում, հասկանում ենք մենք ոչ մեկը չենք տիրապետում այս արվեստին, չէ, լիարժեք ամեն օրվա ռեժիմով փորձում ենք սովորենք։ Ու մտածում ասում եմ նմանատիպ մի բան է փաստորեն Սիվանու մերին են անում, էլի։ Հավաքվել էին ինչ-որ մի փոքրիկ ընկերական շրջապատ, մի 8-10 կայֆարիկ կանանցով, հա, կյանքը ասես լիարժեք, լիաթոք, ապրում էին, ճանապարհորդում էին, իրար հզորացնում էին ամենակարևորը, չէ՞, մեկը մյուսի նեղ պահին արդեն այդ մարտահրավները որ գալիս էր, արդեն իրանք մենակ չէին դիմակայում, էլի, այսինքն արդեն 8-10 կանայք են, որ մեկը մյուսին լրացնելով ավելի հեշտացնում էին այդ մարտահրավերները հաղթարելը։ Էլի մոտիվացնելը ինքը շատ կարևոր երևույթ է, էլի հարազատներ ջան, որ ունենում ես մի հատ տարածք, լինում ես ինչ-որ մի բանի մաս, որտեղ որ քեզ մոտիվացնում, որ դու գնաս առաջ, չէ՞, էլի նույն օրինակը էս ակումբը, չէ՞, եղել է երազանք, Սիլվա ջան, արի ազնիվ լինենք, էլի, եթե դու չունենայիր մեզ բոլորիս, այդ երազանքը տենց է կմնար, չէ՞։ Դե հիմա այսինքն ես sense տեսա, էլի, որ այս մարդիկ մի հատ ստացված, հաջողված ֆորմուլա են ունեցել, իրար հետ, ասենք, հայ կանանցով ընկերություն անելու, հա, շփվելու, կյանքը միասին ապրելու։ Ու ոնց որ ես որոշեցի ու բացեցի այդ մեջ ապրելու արվեստ, իրանք որոշեցին բացեն Սիլմերիան, որտեղ որ կարան իրանց օրինակով, ասենք, արդեն այսօր քանի 60 պլյուս, հա, մյուս հանդիպմանը վստահ կլինեք 100 պլյուս ու սենց, էլի։ Ում ինչա, չէ՞, պետք է եկեք, տեսեք, վերցրեք, ընդօրինակեք, իհարկե հուսով եմ այդ ընթացքում էլ բաց կմնաք դեռ աճելու, ձևավորվելու, սովորելու, որտեղ այս ամեն ինչի հենց հզորությունը դրանում է, որ ամեն օր կարան անդամներ միանան, որ նոր մտքեր բերեն, ու այդ անպայման շատ կարևոր է, էլի, որ բաց լինեք այդ նոր մտքերին։ Մի խոսքով, այտենց հասկացա, թե ես խի է, ես ամեն ինչը ինչի էր, էլի, իմ սրտին հարազատ եղել, որովհետև այդ նույն ճանապարհն եք անցնում, որը որ ես եմ սկսել, ու էլի ապրեք շատ, որ եկե հասել եք այդտեղ, որոշել եք կիսվեք, էլի, այդ ձեր եղածը փոխանցեք, չպայեք մենակ ձեզ, ակում ստեղծելով։ Ասենք այդ մագնիտուդի մեծությունը է, ինչը որ անում եք, էլի, ուզում եմ այդ իմ տեսածը ձեզ փոխանցեմ, թե ինչքան կարևոր բան եք անում։ Եթե ճիշտ վստահ եմ, եթե չէ, էլի վստահ եմ, որ աշխատանքը ճիշտ կտանեք, ու եթե ստրուկտուրան ճիշտ մշակեք ու ճիշտ ուղղության վրա գնաք, ես ակում եմ, որ անգլերեն լավ խոսք ասում է sky is the limit, այսինքն լիմիտը մենակ երկինքն է, թե ինչերի կարաք հասնեք, էլի, այս ակումբով, իրոք։ Լավ, անցնենք արդեն ոնց որ բուն թեմային, հա, եկեք հասկանանք, այն որ կանանց ակումբ է, ինչ է իրանից կինը, որտեղ այս հարցը իրականում այս վերջի տասնամյակը բան շատ է այդ արևմտյան հասարակությանը հետաքրքրում, բայց այդ թողենք պատճառները միան թե ինչի է իրանց հետաքրքրում, ասենք ինչ է կինը իրանից ներկայացնում, էլի։ Հարց եմ տալի, ով ուզում է կարաք պատասխանեք, ինչ է կինը։ Առեղծված։ Հնդի չկա։ Նախ ինչ մտածում եք, ինչ ասում եք, այդ ճիշտ է, որովհետև դա ձեր այդ անհատական ճիշտն է, այնքան ճիշտ է, ինչքան հիմա ինչ որ ես եմ ասել, օրինակ եմ, որովհետև ես ինքս ինչ եմ տեսնում, ես կնոջը տեսնում, ես կարա գաժի գրի առնեք, լավ բան եմ ասելու, երկու բառ ընդհանրապես, ես կնոջը տեսնում որպես էմոցիոնալ ճարտարապետ, այսինքն կինը ստեղծում է էմոցիոնալ մթնոլորտ, էլի, որտեղ որ ինքը գտնվում է։ Այդ տաղանդը ձեզ է մենակ տրված, ու տաղանդի հետ մեկտեղ ամեն ինքը շատ մեծ պատասխանատվություն է, էլի։ Այսինքն ժող, եթե գիտակից եք օգտագործում ձեր տաղանդը, որտեղ գնում եք, ստեղծում եք արդեն այն մթնոլորտը, որը որ ձեզ պետք է, իսկ եթե անգիտակից եք վերաբերվում ձեր տաղանդին, հա, ինքը այսինքն blessing, այսինքն օրհնությունը դառնում է անեծք արդեն, որովհետև արդեն ձեր այդ տաղանդով փչացնում եք ցանկացած մթնոլորտ, որտեղ որ գնում եք, էլի, դուսագալի։ Այդքան ասենք կարևոր տաղանդ ունեք, հարազատներ ջան։ Ու
այս կոնկրետ մեր հայկական հասարակությունը եկեք վերցնենք, հա, օրինակի համար, գոնե ինչքան ինձ հայտնի պատմությունից, կինը միշտ ոնց որ երկրորդական տեղ է զբաղացրել էլի մեր հասարակության մեջ։ Օրինակ նույն Հունաստանում դա այդպես չի եղել, Հռոմում էլի դա այդպես չի եղել, հա։ Ու նայում ես տեսնում ես այդ հասարակությունները ինչերի են հասել իրենց պատմության ընթացքում, ու նայում ես տեսնում ես դա մեզ հասած պատմության ընթացքում, դե մեզ սկսում է արդեն Մովսես օրինացույց չէ, միջև էդի սա կամ եղել է կամ չի եղել, այսինքն ինչ որ գրված է։ Ես Մովսես օրինացույց էսյան, սա տառապանք, սա փոքրացում չէ, գնալով թե մեր սահմաններն է փոքրացել, թե մնացած ամեն ինչը արդեն ոնց որ մտածելու տեղ է տալ, էլի կարող է ասենք որպես հասարակություն մի բանը սխալ են կարել, էլի, ասենք կարող է կնոջը եթե մի քիչ ավելի մեծ արվեր մեր ասենք այդ պապերի կողմից կարող է մի փոքր ուրիշ ձևի մեր պատմությունը գնար։ Հիմա ֆակտը ունենք, որ առանց մեծարելու էս ունենք, չէ, այսինքն կարելի է, էլի հիմա մի քիչ ձեզ մեծարել, տենենք դուք ուր կտանեք։ Մեր մոտ այսքան ստացվեց։ Ուրեմն, որ եթե խոսում ենք կնոջից, դե բարձր պետք է խոսանք ամեն տղամարդուց, որովհետև կինը կին հասկացանք արդեն մթնոլորտ եք ստեղծում ու կյանք եք ստեղծում ու այդ ամեն ինչը, բայց կամ որ ապրում ենք ֆիզիկական հարթույթում, չէ, այս տարածքում, այս տարածքի արարողը տղամարդն է, այսինքն ինքը ոնց որ ստեղծող մեքենա է տղամարդը, բայց թե ինչ ստեղծի, բայց սա կինն է իրականում որոշում։ Այդ շատ լավ երգ կա է, չէ, and this is a man's world, this is a man's world, այսինքն սա տղամարդու աշխարհը, բայց այն կլիներ ոչինչ առանց կնոջ ու սա հերթով նկարագրում է, չէ, թե ինչ է տղամարդը ստեղծել այս աշխարհում ու սա ստեղծում է կնոջ համար։ Կնոջն է տրված էլի այդ երազելը ու տղամարդումն էլ արդեն կնոջ երազանքները իրականացնելը։ Արդեն ահագին բաներ կա, էլի խնդիրներ ա գալի, որ պետք է այդ հարաբերությունը բալանսավորված լինի, բան, ինձ թվում է չկենտրոնանանք է դրա վրա, որովհետև մի քանի օր պետք է լինի այդ ամեն ինչը որ քննարկենք, բայց էլի քանի որ կնոջ ակումբ ու կնոջ ներուժի մասին ենք ուզում խոսանք, այս բանը շատ կարևոր է։ Ասենք օրինակ մեր ծնողներին սա չեն ասել, էլի մեր ծնողները երկրորդ ու մեծ մասամբ հասկանում ենք, չէ, ինչ խոսում ենք ամենուրեք բացառություններ կա, բայց ոնց որ երկրորդական դերով են էլի միշտ ապրել։ Ես ինքս իմ ընտանիքը կարամ օրինակ բերեմ, հա, ասենք իմ մեր Գերդաստանի ասենք կանայք, միշտ տղամարդկանց խոսքն անցել, կանանցիները այդքան չէ։ Ու այս տիպի կլուբներ եթե այն ժամանակ լիներ, ու մեր ասենք այդ Գերդաստանի հա կանայք հնարավորություն ունենային այս ինքնազարգացման, ինքնա ասենք այս աճի, հա, այդ կանացի մոտիվացիայի ասենք այդ մյուս կանանց կողմից, ասենք որտե կլինենք հիմա։ Հետաքրքիր հարց կա էլի, որ հարցնում են, ասում են, ասենք այսօրվա հասարակությունը կոտրված է, չէ, բոլորս էլ տեսնում ենք, էլի, այս աշխարհում որտեղ որ ապրում ենք, ինչքան խնդիրներ կա, ու ում մեղքով է այս խնդիրները։ Ու սա իհարկե ցույց են տալի տղամարդկանց, չէ, ասենք այդ պոլիտիկների, բանի, որտեղ բոլոր խնդիրների պատճառը տղամարդիկ են։ Բայց իրականում, ասում եմ, խնդիրները գալիս են տղամարդկանցից, ում դաստիարակել են կանայք։ Ապրում են կանայք և նրանց երեխաները։ Ասենք, այդքան մեծ ուժ է ձեզ տված, էլի, ու այդքան մեծ պատասխանատվություն է տված։ Եթե իրոք էլի, եթե ուզում ենք հասարակություն փոխենք, ժողովուրդ ջան, ում պետք է փոխենք, տղամարդուն թե կնոջը։ Եթե կնոջը մեծացրեցինք, զարգացրեցինք, այս ամեն ինչը ցույց տվեցին, ու կին արդեն սկսեց գիտակից աշխատանք տանել, որ իրանց ամուսիններին թողենք էլ մի կողմ, չնայած որ ամուսիններին էլ են 100% փոխել, բայց արդեն իրանց տղա երեխեքին, աղջիկ երեխեքին սկսեցին ինչ-որ կոնկրետ ուղղվածությամբ դաստիարակել, 20 տարի հետո արդեն նոր հասարակության մեջ ենք ապրում։ Ես որ վերցնում եմ ասենք իմ երեխեքին օրինակի համար, գոնե
85% դաստիարակությունը, ժամանակ անցկացնելու առումով հասնում է բաժին իմ կնոջը, ու ընդամենը 15%-ը ինձ։ Այսինքն, քանի անգամ ավել հնարավորություն ունի իմ կինը ազդեցություն ունենա այն սերունդի վրա, չէ, որը որ վաղն է գալու, քան թե ես ինքս։ Իսկ իմ կինն էլ կարողանելու այնքան ազդեցություն ունենա, ինչքան այսօրվա իր գիտակցությունն ու կրթությունն ու հասկացողությունն է թույլ տալի։ Ժող ես նմանատիպ, ասենք, հավաքույթ դրել ես կանանց ակումբը, գիտեմ զորով չեք թողել, որ տղամարդ կա։ Մենակ երկու հոգով են կարողացել անցնել, բայց ասենք այսքան ռիթրիտներ ու սենց պրոգրամներ են կանում։ Նկատել եք, չէ, որ գոնե 70+% կանայք են։ Դա շատ լավ նշան է, էլի։ Ձեզանից է սկսվելու է սա հեղափոխությունը։ Ու այս նմանատիպ ծրագրերով այդ ամեն ինչը լինելու։ Անհատ շատ լավ է, այդ անհատական աշխատանք տանել է, էլի, բայց այս խմբային է, այս մի հատ լրիվ ուրիշ մակարդակ է բարձրացնում։ Մենք Լոս Անջելեսում մի հատ նոր հետարքի ծրագիր արեցինք, անպայման կբերենք էլ ստեղ ու այդ ծրագրի սաղ կորիզը ոնց որ այս խմբային աշխատանքն էր, էլի, խմբային պատասխանատվություն, որոշում ենք, ասենք, ինչ-որ բաներ, որ մենք մեր մեջ ուզում ենք փոխենք ու մեկս մյուսից հանդեպ ենք մեր պատասխանատվությունը, ասենք, ոնց որ հիմա ես քեզ եմ խոսք տալի, հա, ու քո հանդեպ եմ պատասխանատու, Լիլա ջան, ու դու ես ինձանից պահանջում արդեն այդ ես ինքս իմ համար չի, որ մի օր հոգնած լինեմ չանեմ, հա, կամ հավես չունենամ չանեմ, արդեն կոնկրետ խմբի հանդեպ էր այդ պատասխանատվությունը ու մի հատ հրաշալի արդյունքներ ցույց տվեցինք ինձանից սկսած, էլի։ Այդ այն կարգի տրանսֆորմացիաներ sense հաշված շաբաթների ու ամիսների ընթացքում, այն կարգի սովորություններ սկսեցինք բանանել, դա ձևավորել, որ միշտ մտածել էինք ու չենք կարողացել անենք, ու իմիջիալից այդ սաղ սկսեցինք անկողին հավաքելուց։ Ամենաառաջինը դա էր, հա, այսինքն այս շաբաթ բոլորով սկսում ենք մեր անկողինները հավաքել։ Ու sense ավելացրեցինք։ Այսինքն այդ խմբային աշխատանքի ուժն էլ ինքը մի հատ sense մի հոգով կարական եք ասենք X չափի գործ, երբ որ հավաքվում եք արդեն դառնում եք խումբ, այդ X-ը կարող բազմապատկի 3-ով 4-ով, էլի, այդ նույն ժամանակահատվածում։ Շատ հետաքրքիր բաներ ա դուրս գալի, երբ որ արդեն խումբ եք ստեղծում ու խմբով ինչ-որ մի նպատակի ուղղությամբ եք, էլի, աշխատում։ Էլի, ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչի սկիզբ եք դնում դուք։ Մենք հայ հատկապես նկատի ունեմ, չի բերում տղամարդ կանց դեգրադացման։ Դուք որպես տղամարդ, որը որ ոնց որ դա ամենը կազմակերպում եք կողքից, հա, նայող մարդ, ինչ եք պատկերացնում։ Մի քիչ այդ մասով համաձայն եմ, որ երեխեքին մամաները ճիշտ են դաստիարակում, բնականաբար ազդում։ Տղամարդիկ չեն ընկնում ավելի վեր, չգիտեմ ոնց ճիշտ արտահայտեմ, որ ճիշտ լինի, Հասկացա, ասենք Այս լրիվ այս ամեն ինչը նորամուծություն է այս մեր մշակույթի մեջ, ոնց որ օրինակ ասենք sense մի հատ կանանց ակումբ ստեղծելը, չէ։ Մենք հիշում եմ անցած տարի որ որոշում ենք վայքում ռիթրիթ անենք, ռիթրիթ բառն ենք բացատրում դեռ ինչ է, այլ ընդհանրապես 1 տարվա ընթացքում, իսկ հիմա արդեն ոնց հասկանում եմ մշակույթի մեջ բավականին մտել է։ Հիմա եկեք հասկանանք, որ ժամանակա պետք է սա ամեն ինչին։ Ու սովորաբար տղամարդիկ ավելի շատ պատասխանատվություն ունեն, հետո ինչ ունեն տղամարդիկ, որը որ եղել է դրական կողմ, բայց հիմա կարող դառնա բացասականը։ Այս ակումբը, եթե դուք նոր եք ստեղծում, մենք միշտ ունենք, չէ, այս փողոցներում, այս ընկերական շրջապատ, բլոտ խաղալ, գարեջուր խմել։ Դրա համար արդեն տղամարդը այդքան կարիք չունի, պահանջ չունի այս ամեն ինչի։ Բայց ձեր անհանգստությունը լրիվ հասկանալով ու կիսելով, իմ կարծիքը ձեզ ասեմ, հա, նայեք ոնց է այս ամեն ինչը կատարվում։ Դուք ունեք ձեր անհատական գիտակցությունը։ Ու երբ որ գալի ու ինչ-որ մի հատ աշխատանք եք տանում, չէ, ռիթրիթի եք մասնակցում կամ ինչ-որ տրանսֆորմացիոնալ ծրագրի եք մասնակցում, բացում եք, ավելի ընդլայնում եք ձեր գիտակցությունը։ Բայց ախր դուք չեք սկսում ու վերջանում ինքներդ ձեզանով, չէ՞ որ մտնում եք այդ տարածք, որը որ մենք ընտանիք ենք արդեն անվանում, այդտեղ կա արդեն հավաքական ընտանեկան գիտակցություն։ Երեխեքից սկսած, ձեզանով, ձեր ամուսնով, տատի, պապիներով վերջացած, միասին մի հատ այդ էկոսիստեմ էլի մի հատ ասենք հավաքական գիտակցություն կա։ Ու դուք արդեն ձեր ավելի ընդլայնված գիտակցությամբ գալի, այսինքն դուք կարաք այդ աշխատանքը անելով մտնեք այդ տուն ու ուրիշ
ուրիշ ձևով շփվեք տան անդամների հետ, իրանք ավտոմատ դա ստանան արդեն, էլ կարիք չունեն իրանք էլ այդ աշխատանքը տանեն։ Այդ 101 կապիկների փորձը կա, չէ՞, լսել եք դրա մասին, որ նույն ոսում կղզում կապիկներին այս կղզի ոնց որ այս մի հատվածը ոնց որ միշտ կոնկրետ սա այդ կարող է բանը կոնկրետ փորձը մի փոքր ձև ասեմ, բայց իմաստը հաստատ ճիշտ եմ ասելու, հա։ Ոնց որ ամեն անգամ կերակուր են տալի, ասենք բանան են տալի, թե ինչ-որ մի բան, ու սկսում են խրախ խոսել, որ եթե այս բանանը մաքրեն նոր ուտեն, ոնց որ ավելի շատ բանան կստանան, ու արդեն սկսում են 1, 2, 10, 15, 20, հա, կապիկներ այս կղզու այս հատվածում մաքրելով ուտել այդ ինչ-որ իրանց տալիս են, մինչև հասնում է ինչ-որ մի հատ թվի, ու արդեն կղզու այն մյուս կողմի կապիկները, որ երբևիցե չէին տեսել այս կապիկներին, սկսում են այդ նույն ուտելիքը արդեն մաքրելով ուտել։ Այդ 101 կապիկների փորձը ապացուցում է, որ այդ նույն տարածքի էությունները կլինեն կապիկ թե մարդ, հավաքական գիտակցությամբ կապված են։ Ու երբ որ մի հատված այդ աշխատանքը անում է, այն մյուս հատվածը ավտոմատ ստանում է։ Դեկի խնկանուշ ես իմ ասածը լավ կհասկանա, որովհետև այս անգամ մեդիտացիայի մեջ այս երևույթը կա, որ եթե նույն տարածքում հավաքվում են օրինակի համար 2%-ը թե ինչ է, չէ, ասենք մարդկա, եթե կան 10,000 մարդ, 1% անգամ, 10,000 մարդու 1%-ը եթե ամեն օր մեդիտացիա է անում, այդ մեդիտացիայի շնորհիվ ստացած հանգստությունը տարածվում է մնացած 99%-ին։ Ժող մենք համոզել ենք, հա, լավ, մենք ուզում ենք այս անհատական փորձը ապրենք, մեզ համոզել ենք անուն են տվել ֆիզիկական մարմին, որ մենք անհատներ ենք, բայց մենք ընդհանուրի մաս ենք։ Ու դուք ձեր աշխատանքը արեք, մի փոքր կարող է սկզբի ժամանակ խնդիրներ դա առաջացնի, որովհետև դուք նույն հարցին ուրիշ ձև եք վերաբերվելու, քան թե ձեր զուգընկերը, սա հասկանում եմ։ Բայց եթե դա ձեզ խանգարում է, նշանակում է դրելի աշխատանք ունեք տանել։ Եթե խանգարում է, եթե կարողանաք հասցնեք ընդ որ այդ ձեզ չի խանգարում, ավտոմատ ձեր զուգընկերները կփոխվեն։ Հետո արդեն սա դառնում է մշակույթի մաս, հա, կարող է դուք չկարողանաք համոզեք ձեր զուգընկերը գա, բայց ձեր զուգընկերի ասենք ընկերը կամ հորոխբորդ տղեն գա ինչ-որ մի ուրիշ ճանապարհով, հետո ինքը գնա իրան համոզի բերի, որտեղ միշտ տան անդամներին դժվար են ընդունում ու լսում ու հասկանում։ Դες որ կիսում եմ, ուրեմն գա որ խնդրեմ մեկը կգրի ստեղ։ Ասենք այսինքն, ասած 4 վարակից իրար դες գրել։ Կին տուն երեխա օքեյ Այստեղ sense մեծ գրեք հասարակություն ու դա ոնց որ այդ երեք իրար հետ կերտում են արդեն հասարակություն է, էլի։ Տանեջ նկատում եմ։ Այսինքն տունը ժողովուրդ ջան կինն է, երեխա, հա, իսկ ասենք այդ կնոջ դաստիարակած երեխան էլ արդեն որոշում է այն հասարակությունը, էլի, որի մեջ ապրում ենք։ Լսում եմ։ Նայեք, հիմա կարող է էլի քանի որ դեռ մենք այդ հին հասարակությունից ենք, չէ, նոր դառնում են ինչ որ դառնում ենք, այս ամեն ինչը կարող է մի քիչ ընդունելի չհնչի, էլի, որովհետև բա ոնց, բա մենք սովոր ենք, ամուսինը պետք է այս ամեն ինչը որոշի, ասի, բայց հավատացեք այդ այդքան էլ տենց չի, ասեք։ Լրացում անեմ, կարող է սխալվում եմ։ Միտք եկավ, էլի, նայեք, կին, տուն, երեխա, այսինքն ամուսինը փող աշխատում է, բայց ենթադրենք չկա ամուսին, բայց էլի կին, երեխա, տուն, հասարակություն շարունակում է ձևավորվել։ Իհարկե, իհարկե։ Իսկ ստեղից հանում եք ամուսինը ինչ եղավ, սղվավ, չէ, սղվա, ինչ եղավ, էդ եմ ասում։ Չենք ուզում անենք, գիտենք պրովոկացիա։ Ես ով ինչ ճանաչում է գիտի, էլի, ասենք ինձանից ավելի այտենց այդ տղամարդիկ, ասենք քիչ կհանդիպեք կյանքում, հա, բայց առաջինը ես եմ, որ ու միջայլոց միևնույն ժամանակ իմ կնոջ պես էլ հարմարվող ու ասենք համեստ կնոջ դժվարությամբ կճարեք, բայց առաջինը ես եմ ձեզ ասում, որ ես ինչ կամ այդ սա իմ կինն է ստեղծել, այսինքն այնքան եմ, ինչքան ինքը ինձ թույլ է տվել լինեմ, հա, ոչ ասենք ոսկի այն ձևով, որը որ հիմա կարող է ուզում եք ընկալեք կամ հասկանաք,
անգամ զիջելով, չէ, ասենք ինձ մեծարելով, ինձ թույլ տալով, որ ինքը մնա երեխեքի հետ, ես ասենք գնամ իմ վրա այդ աշխատանքը անեմ։ Եթե այդ ամեն ինչը թույլ չտար, ես չէի դառնալու ինչ որ դառնել եմ ու նույնն էլ միգրանից հետո է, էլի, այս բայց սկսած է լինելու։ Հավատացեք, էլի, այս ամեն ինչը պետք չի ոնց որ մրցավազք սարքվի, ասենք ինչ որ ուժեղը թույլին հաղթելով լինի, սա այդ շատ ավելի ճիշտ ու հեշտ ձևերով արվում, ասեք հնկանություն։ Բայց ամբողջ կին, տուն, երեխա, պատասխանատվությունը տղամարդու վրա է։ Եվ այն էմոցիաները, որ ասեց Պիննա, չէ՞ բերում, Ադամին ամեն ինչ տրված էր, բայց ինքը տխուր էր։ Եվ մի բան էլ ես միշտ հանդիպումների ժամանակ տղամարդկանց ասում, երբեք չփորձեք հասկանալ ձեր կնոջը։ Որովհետև երբ որ Աստված ստեղծում է կնոջը, տղամարդը նարկոզի տակ է։ Ոնց ասում է, օրը փում բերեց, կողոս գրահանել, ստեղծեց կնոջը։ Եվ այստեղ ես երբեք չեմ ուզենա բաժանել կին և տղամարդ, ամուսին և կին, որտեղ իրանք միասին են։ Կինը տղամարդու մեջ է, ժողովուրդ ջան։ Եվ մեկ-մեկ ես իմ ամուսնուս ասում եմ, ինչ լավակ ինձ Աստված տղամարդ չի ստեղծել։ Գիտեք ինչի համար, որտեղ տղամարդու գործը շատ դժվար է։ Ամբողջ պատասխանատվությունը իր վրա է։ Նորնիկն ասեց, ով շեղեց, Եվան շեղեց։ Համ ուզեց կարավ կերցրեց, բայց որ Աստված եկավ ում հարցրեց, ասեց Ադամ, որտեղ ես։ Այսինքն երբ որ հասարակության մեջ, երբ որ ընտանիքում շեղում ա գնում, թեկուզ կինը, ուրեմն տղամարդը իր տեղում չի, շատ շնորհակալ եմ, այստեղ տղամարդը չի երևում, բայց ինքը ամբողջն է և ինքը պատասխանատուն է։ Հարազատներ ջան, շնորհակալություն, այդ տղամարդը, որ առանց տղամարդու մի հատ շատ քաոսային վիճակ ստեղծեր կինը, այդ ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, էլի։ Այդ տղամարդը կա, միտեղ կա, ուղղակի այսօր եկեք կենտրոնանք կնոջ վրա, այսի կնոջը ակումբ է։ Հա, չմոռանանք ինչ ենք հավաքվել։ Նայեք ինչքան մեծ է տղամարդու ազդեցությունը ձեր բոլորի վրա, որ հավաքվել է կանանցով կանանց ակումբ ու տղամարդն էլ եկեց, ես ուզում եմ ցույց տա, թե ձեր դերը ինչքան կարևոր է, ու դուք պայքարում եք այդ մտքի վրա, էլի, տեսեք ինչքան խորն է ձեր այդ տրավման։ Այսի որ վերջացավ, գնալու եք տուն, էլի դուք ձեր դերն եք ունենալու, ձեր տղամարդը իր դերը, քանից տղեկ եկեք մի հատ հասկանանք, թե ինչն է, ոնց էր մեր ընտրած։ Հա, որն է ձեր չբացահայտված ներուժը, հա։ Ուրեմն մի բան, որ շատ կարևոր է, հարազատներ ջան, էտենա, որ ուզում եմ հասկանանք, որ էլի ամեն ինչ բառզբուն իմաստով սկսվում է ձեզանից, ուշադրությունը ամենասկզբում պետք է տաք ինքներդ ձեզ, սերը ինքներդ ձեզ, նոր երեխեքին ամուսնուն, հա, հասարակությանը, ու սրա մեջ էգոիզմ չկա, ես իմ ասացի, ես իրականում այս մտքին, լավ եկեք պատմեմ ձեզ, այս մտքին եկա տարիներ առաջ, շատ սենց ծանր մի հատ փորձություն ունենալու ժամանակ, ինքս սենց սպառված, խորը դեպրեսիայի մեջ, այդ ջունգլիներում, ամազոններում, շամանների հետ գնացել եմ ինչ-որ փորձեր ապրեմ, յանի ինքս ինձ գտնեմ, ու այս փորձերից մեկի ժամանակ սենց խարույկ եմ տեսնում, որը որ համարյա հանգչում է, այդ կրակը սենց որ հանգչում գալիս է, սենց վիճակ է, ու սենց տեսնում եմ իմ ընտանիքի անդամներին, իմ հարազատներին, ամեն մեկի ձեռքը մի հատ սենց փայտի կտոր վառված, ու տաքանում են այդ փայտից, ու արդեն ոնց որ զրույց է էլի այդպես լինում, որ այս կրակը դու ես ու քո կրակը բաժանել ես բոլորին ու դու հանգչում ես, որովհետև մենք այդ ենք սովորել, ասենք նույն բանը, ասենք հերս է արել, երեխեքին, չգիտեմ, կանանց, ծնողներին, ընկերներին, ու միշտ մոռացել է ինքը իր համար ապրի, და ես էլ դա ժառանգած, այդ նույն ձևով ես եմ ապրում, ու եկե հասել եմ միտեղ ու իրոք սպառվել եմ, որ բառս բուն իմաստով ես էլ չգիտեմ ոնց շարունակեմ ապրել, էլի։ Ու այս փորձը ինձ ինչ է ցույց տալի, ասում եմ, այս բոլոր այս փայտերը ուրեմն հավաքի հետ լցրա քո կրակը,
թեժացրա, սարքի ոնց որ մեծ հրդեհ, դու ես 15-20 հոգու փոխարեն հարյուրավոր մարդիկ տականան։ Ու այդ օրը իմ կյանքը կարելի ասել փրկեց, ոչ թե անգամ փոխեց, այլ իրոք իմ կյանքը փրկեց։ Այդ միտքը հասկանալով ես դրանից հետո մինչև հիմա էլ այս պահը սկզբից ինձ, հետո նոր բոլորին, երեխեքիցս սկսած։ Ու հարազատներ ջան, որևիցե մի բան, որևիցե մեկից ես չեմ կտրել։ Ուղղակի ես այնքան եմ մեծացել, որ բոլորին արդեն բաժին է հասնում դրանից։ Ուզում եմ շնորհակալություն, որ ասենք նույն ձևով դուք ինքներդ մտածեք։ Առաջինը դուք, Ես հասել եմ դրան պայքարով դա ինքնաթիռով բան ճանապարհորդելուց կա, չէ՞, որ գալիս են այդ դիմակների մասին, որ բացատրում են, եթե երեխաների հետ եք առաջի սկզբից ձեզ, հետո նոր երեխային։ Եթե դու շնչայր ձղակ այդ երեխան ինչ է անելու, ոնց է անելու։ Միշտ այդ հիշեք, էլի, եթե դուք սպառվեցիք շնչայր ձղակ, ոնց եք այդ ամեն ինչը անելու, հա, ասենք զուգընկեր կլինի, ծնող կլինի, երեխա կլինի։ Այս երևի այն ամենամեծ խնդիրներից մեկն է, էլի, որ մեր ազգը հատկապես տառապում է, ընդունված չի եղել, էլի, մեր համար։ Իհարկե առաջընթաց կա, գոնե ես ոնց որ տեսնում առաջընթաց կա։ Որ այսքան մարդ այսօրով հել եկել էքստեր։ Երբ որ դուք ինքներդ ձեր համար չեք ապրում, հա, ոնց որ ասենք մեր ծնողները չեն ապրում։ Հետո գալիս է մի հատված, որ երեխեքից եք չէ պահանջում, ենթագիտակցաբար, որ իրանք իրենց համար չապրեն, ձեր համար ապրեն։ Իսկ երբ որ դուք ձեր համար եք ապրում, էլի, ինչքան ձեր երազանքները կատարում եք, մեծանում եք, հզորանում եք, ժամանակն էլ գալիս է, երեխեքին էլ հանգիստ եք թողում, որ իրանք էլ իրանց կյանքը ապրեն։ Սենց շղթայական մի շատ գեղեցիկ հզոր բան է դուրս գալի, էլի։ Դրա համար այլի այսքան կարևոր է այդ աշխատանքը տանել։ Բլոկնոտներ ունեք, չէ՞, բոլորը։ Ուզում եմ վարժություն անենք իրար հետ, ամեն որ ոնց որ քիչ ինտերակտիվ դառնա, չնայած վերջին մի հատ լավ բան անելու ենք շատ, բայց սա էլ մի հատ միջանկյալ էլի անենք։ Կուզեմ այդպես մի քանի րոպե ձեզ ժամանակ տամ, մի քանի նախադասությամբ գրեք, թե դուք ով եք, բայց չեք կարա գրեք, որ դուք մայր եք, կին եք, ինչ-որ մեկի աղջիկ եք, ձեր մասնագիտությունը չեք կարա գրեք, ձեր ազգությունը, ձեր կրոնական պատկանելությունը, այդ ոչ մի բանը չեք կարա գրեք։ Մտածեք դրա տակը ինչ է ձեզ մնում, ով եք դուք։ Սենց ասեմ, այն ինչի որ բոլորն են չեք կարա գրեք։ Դուք ինքներդ ինչ եք։ Հասկացաք, չէ՞, դե մարդ է, բոլորս մարդ ենք։ Աստվածային էություն, եթե տենց ենք, բոլորս էլ տենց ենք։ Դա չէ, դուք ինքներդ ինչ եք, կամ ով եք։ Եկեք ու մինչև հիմա փաստորեն չեք փորձել, էլի այդ ուղղությամբ մտածել։ Մնացել եք Ռուսքի Կամբոջայում ու ձեր հիշողության կորուստ կա, դուք չեք հիշում, թե դուք ով եք, հա, ձեր պատմությունը, ձեր անցած չեք հիշում։ Բայց դուք կաք, չէ՞։ Չեք հիշում ում աղջիկն եք, ում կինն եք, ձեր մասնագիտությամբ ինչ եք աշխատել, ձեր դերերը խաղացած չեք հիշում, բայց դուք կաք, չէ՞, այդ ժամանակ։ Ինչ հատակը ձեզ մնում։ Հասկանում եք, ասենք, ես նայում եմ տարբեր տարիքի մարդիկ, ես, ասենք, չի եղել մի օր, մի կես ժամ, մի ժամ, դուք նստեք փորձեք հասկանալ դուք ով եք։ Նայեք ինչի մասին ենք խոսում, ժող, նայեք մենք ով ենք։ Ասենք, բանն է, չէ, ձևլի ամեն մեկս մեզ առանց հերթ տալու, ասենք մենք աստվածային էություններ ենք, էություն ենք։ Ուր է այդ աստվածային էությունը, եթե չեք անգամ մտորում, թե մենք ով ենք։ Սենց ա լինում աստվածային էությունը։ Առանց այդ դերերի, սաղս հասկանում ենք, չէ, որ ինչ ասպի, սաղ դեր եք, որ խաղում եք։ Քո ամուսնու կինն ես, քո ծնողի աղջիկն ես, հա, աղջիկատ մաման ես, այդ սաղ դերերը։ Դրա տակը ինչ ես դու, ով ես առանց այդ դերերի։ Մինչև չասեք չեք շարունակելու։ Մասնակցած ինքնաճանաչման ծրագրերի հեշտ մասնակցել եք։ Հա ոչ մեկը չեք մասնակցել, լավ նորմալ է։ Ասա գոհ Հանդիպում ենք, ժող խնդրեմ ուշադրություն դել, երբ որ մենք իրար հանդիպում ենք, մենք սկսում ենք շփվել մեր պատմություններով։ Արա ջան, ես Նիկն եմ, չէ, ես ես ինչի տղեն եմ, ես ես ինչ մասնագիտություն, այդ իմ պատմությունն է, ես չեմ։
դու էլ սկսում ես արձագանքել քո պատմություններով։ Հետո էլ արդեն ոնց որ պահանջ են զգում մեր պատմություններով ասես մրցակցենք, չէ՞, ես ավելի շատ պատմություն ունեմ ապրած, քան թե դու օրինակի համար։ Մեր փորձերով, այդ սա պատմությունն է, դա մենք չենք։ Մենք այդ պատմությունը ապրում ենք, չէ՞։ Ով ես դու, որպես այդ պատմությունը ապրող։ Չէ, ոնց ոչ թողնում որ դուք ճանաչեք դուք ով եք։ Այդ սա հարց չկա, այդ է ձեր ասածը, էլի, այդ տիեզերական, հոգևոր, աստվածային, բայց ինչ է, չէ, ասեք այդ համն ու հոտը, չէ որ ես ձեզանից տարբեր եմ, չէ, Սիլվան մեզանից է տարբեր, որն է այդ տարբերությունը, առանց պատմություն, առանց իր ապրած պատմություն։ Էներգիա։ Հասկացանք, ձեր անհատականությունից նկարագրեք առանց ձեր պատմության։ Որա լավելի ժողովուրդ ինչ էներգիա։ Պատմություն պատմեցիր էլի։ Ինչ ես դու։ Էլի պատմություն, ինչ տարբերություն քո ասածը, թե ասենք ես Ալիկի մաման եմ։ Այդ ինչ տարբերություն կամ Անուշի մաման եմ, ինչ տարբերություն։ Էլի պատմությունն է, չէ՞։ Այդ պատմության հետևը ինչ ես։ Քո մարդը իմ մարդուց ինչով է տարբեր։ Տեսակով։ Ասեք։ Նայեք էլի որոշակի նկարագիր տվեց այս մարդը։ Սահմանափակ է շատ, դա ասենք շատ փոքր տոկոսն է իրա, բայց գոնե փորձում եմ հասկանամ ինքը ով է, էլի։ Բայց դուք ինչ եք։ Այդ ասենք այդ պոետն ատենց իրան տեսեք գրել, էլի կամ ասենք դու կոնկրետ ինչ եք, էլի որ հասկանաք ինչ եք, նոր դրա վրա կարակ արդեն ստեղծեք այն ինչ որ ինչ չեք, էլի ասեք։ Հեսա կասեմ, հա, շատ ուժեղ փորձ ենք ապրում, հարազատներ ջանց, դե ես ասեմ ձեզ չէի սպասում որ սենց ուժեղ կլինի, էլի, ինձ թվում էր թե այդպես մտածելու եք, գտնելու եք, գրելու եք, ասելու եք, ես ձեզ ցույց է տալի, որ նախ երբևիցե այս ուղղությամբ չէիք մտածել, երկրորդ ինչքան չգիտեմ, ինչ ճիշտ բառ օգտագործեմ, հանգարց սխալ չհասկանաք, ինչ համոզմունքներ ունեք, որը որ խանգարում որ դուք իրոք հասկանաք, թե դուք ով եք, էլի։ Այդ general, էլի, այսինքն այդ ընդհանրական այդ համոզմունքները, այդ մենք աստվածային էություն ենք, սեր ենք, լույս ենք, արդ սաղ հասկացանք։ Նախ դա այդպես չի։ Այդ կարող է ժամանակին եղել եք, ժամանակին էլ լինելու եք, բայց հիմա դուք ինչ եք, էլի, եկեք ազնիվ լինենք, էլի։ Ասենք լույսը ոնց կարող ունենա վախ։ Հիմա ով է ձեզանից համարում, որ ինքս բացարձակ սեր է ու լույս է, ու ես ցույց տամ, թե ինչքան վախեր ունի։ Ոնց կարող ասենք բացարձակ չունեք վախ։ Ասենք հարազատի կորուստ, ընտանիքից ինչ-որ մի անդամի կորուստի վախ չունեք։ Հիմա չունեք, տես վախ, թե չունեք հարազատ։ Հարց չկա, շատ ուրախ կլինեմ, եթե ձեր ասածը ճիշտ է, բայց իրոք չեմ կարծում, որ դա տենց է, էլի, իրոք չեմ կարծում, ցավոտ եմ։ Խնդիր չկա։ Ես 3 անգամ գնացել մահ եմ ապրել, որպեսզի մահի վախից ազատվեմ, բայց էլի որ ժամանակը գալիս է, էլի վախում եմ։ Այնպես որ եկեք ազնիվ լինենք, ժողովուրդ ջան, որևիցե մեկը լույս չի, սեր չի, բացարձակ, էլի։ Տակը ինչ է, եկեք հասկանանք ով ինչ է, էլի, որ դրա վրա ստեղծեք։ Մի հատ սկզբից դուք։ Զգացող։ Մի րոպե։ Էլի ահագին բան։ 9 ես մոտարապես հաշվեցի 9 դրական, մի հատ է կարելի է ասել բացասական։ Հիմա 8 հատ է բացասական ասեք ձեր մասին, որ ես ձեզ ճանաչեմ։ Ձեզ պետք է այդքան բան ասացի։ Ես տարան բացասականից ասել։
հաճախակի ջղայնացող, ագրեսիվ բնավորության գծեր։ Իրոք կներեք, էլի ժող։ Ես եմ ներկայացնում բավականին բացասական։ Հենց վերջացնեք շարունակեք։ Հա, բավականին պորտուն բնավորություն ունեցող, երբեմն ինքս ինձ չճանաչող, երբեմն չէ, շատ հաճախակի, կողքից որ նայում ասում եմ ինչ օմոթ է, ես սենց եմ վարվել։ Շատ հաճախ ինձ բռնցնում եմ, որ ինքնագովազդով եմ զբաղվում, ինքս ինձ գովաբանում եմ, ինքս իմ անցած ճանապարհով հիանում եմ, բայց ասենք մի առանձնապես ես իմ ով չեմ, ես իմ ինչ չեմ։ Ու լիքը կարան բացասական, երբեմն ինձ զոհի տեղ եմ դնում, երբեմն կարողանում եմ ձևանալ, շատ քիչ, բայց շատ քիչ, այդ ձևանալը չի ստացվում, եթե մի հատ է ձևանում եմ, ուրեմն այնքան են, բայց շատ բացասական կողմեր ունեն, շատ դիմացի, չէ, իրականում ունեմ, ես ունեմ, երբեմն ես ինձ համեմատում եմ ավելի լավ մարդկանց հետ, որպեսզի լավը դառնամ, բայց Այսինքն, Սիլվա ջան, հիմա որ դու հայտնվել էիր Կամբոջայում ու զարթնեիր, այդ սա կողմեր ունենալու էր, չէ՞ էլի։ Անկախ ասենք քո պատմությունից քո խաղացած կերպ, այդ ինքն է։ Այդ տակը արդեն ինքն է, առանց այդ կերպարների ինչ-որ ինքը նկարագրես։ Նպատակասլաց, երազող, որ կերպարները չունենա ինքը լիք շարունակի, չէ՞, երազել, եթե երազողը։ Եթե ունի բազմակի սահմանափակումներ, առանց կերպարների էլա չենք այդ սահմանափակումներ ունենալու, վախել էլի է ունենալու, չէ՞, առանց այդ կերպարների։ Բայց բոլորս այդ կերպարներ։ Ո՞վ ասեմ մի բնութագրեք ձեզ, ասում եմ ձեր այդ կերպարները չեք կարող օգտագործել։ Ինչ է ձեզ մնում առանց այդ կերպարների, էլի։ Այդտեղից սկսենք, ասեք։ Կա պատմություն, որի մեջ դուք ծնվում եք, իմիջիայլոց այդ պատմությունը ձերը չի, էլի, ձեր ընտանիքի պատմությունն է, որի մեջ որ ծնվում եք, որը որ որոշում է ձեր կերպարները, իհարկե այդ պատմության ընթացքում գալիս է ինչ-որ միտեղ, որ ձեզ թվում է, թե ինչ-որ որոշումներ եք կայացնում, թե ով դառնաք, իհարկե արդեն այդ ձեր նախնական պատմությունը ահագին որոշել էր ձեր տեղը, թե դուք ինչ կարայիք որոշեիք, ինչ չէիք կարա, հա, ու դուք մոռանում եք, քանի որ ծնվում եք, մինչև դառնում եք գիտակից արդեն այդ պատմությունը ձեզ է տրվում, դու ես ինչի աղջիկն ես կամ ես ինչի տղեն ես, չէ՞։ Այդ իր այդ գալիս է արդեն որոշակի սահմանափակումներով։ Ու այդ սահմանափակումները բերում հասցնում է միտեղ, որ մենք իսկականից այնքան լուրջ ենք տանում այդ պատմությունը, որ մենք մեզ նույնականացնում ենք այդ պատմության հետ, այս սրա հետ կապված մի հատ շատ վտանգավոր բան կա, էլի, հարազատներ ջան, երբ որ մեր ինքնությունը, մեր էությունը նույնականացնում ենք այդ մեր խաղացած դերերի հետ, երբ որ այդ դերեր չի լինում, մահի պես բան ենք ապրում։ Մի հատ դեռ պատմեմ իմ ընտանիքի հետ կապված, որ տարի ու կես առաջ հայրիկս մահացավ ու ես մի անգամից տեսա ու հասկացա այդ նույն ընթացքում մայի պես մի բան ապրում էր իմ մայրը, որովհետև 18 տարի ինքը իմացել էր լինել մամիկոնի աղջիկ, այսինքն ունեցել էր մի դեր, դրանից հետո մնացած կյանքի հատվածը ապրել էր որպես խաչիկի կին, բայց որպես մարետա ինքը չէր ունեցել հնարավորություն ձևավորվելու, հասկանալու ինքը ով է, ինչ է, ինքը այնքան էր նույնականացնում իրան իր դերի հետ, որ ֆիզիկական մահը չնայած հորինս էր, բայց մերս էլ էր նույն մայի պես մի բան ապրում։ Այսի շատ ծանր կարող լիներ, էլի շատ ծանր կարող լիներ իր համար, եթե ես իր կողքը չլինեի, մենք ընտանիքի անդամները չլինենք ու իրան չօգնենք, որ ինքը հաղթահարեր, հա։ Նույն օրինակը կարամ բերեմ, ասենք օրինակ սովետական միությունը, որ քանդվեց, հա, մարդիկ կային, որ ունեին կոնկրետ մասնագիտություններ ու այնքան էին իրանց նույնականացնում իրանց մասնագիտությունների հետ, որ նոր հասարակարգում չկարողացան էլ իրանք իրանց տեղը գտնել, որտեղ էլի մայի պես բան ապրեցին։ Այդ կերպարը չկար, իրանք էլ չկային, չէ՞։ Մարդիկ ասենք իրանց նյութական ունեցվածքի հետ այնքան են իրանց նույնականացնում, որ հետո մի քիչ գործերը վատ է գնում, այդ բազային տակը ինչ է մնում առանց այդ ամեն ինչի, էլի։ Այդ որ դուք եք ձեր անգամ այդ հիշողությունը եթե գործնեք, տակը ով եք, ժողովուրդ ջան, տակ չէ։ Մի հատ դուք ձեզ ճանաչեք, հասկացեք, այս ամեն ինչի իմաստը օրինակ Վահանը շատ գեղեցիկ ձևի որ ներկայացրեց թե ինքը ով է,
Այսի ինվենտորիա եք անում, էլի, ձեր դրական ու բացասական կողմերը, սկսում եք դուք ձեզ տենալ ու ճանաչել, իմիջայլոց ասեմ ձեզ, ձեր կողքի մարդիկ ձեզ մի քանի անգամ ավելի լավ են ճանաչում, քան թե դուք, ու այդ միշտ է այդպես։ Եթե այս աշխատանքը չտանեք, ազնիվ չլինեք ձեր նկատմամբ, իրականում չճանաչեք ու հասկանաք, թե դուք ով եք, չեք կարող ինչ-որ աշխատանք տանեք ձեր վրա։ Պետք է հասկանաս չէ ինչը դու չես, որ դա ավելացնես, ինչն ես դու, որ քեզ չի նպաստում, դա այն, որ աշխատանքի եք ընդունում, ռեզյումե եք, չէ՞ տալի։ Բոլորը գիտեք, չէ՞ ռեզյումեն ինչը։ Այս կներեք էլի, այս հարցերը պրոստը իմը որ անգլերենից թե չգիտեմ, ռեզյումե եք ասում։ Всё։ Ոնց ասեց։ Ամեն մեկս ունենք մեր անհատական ռեզյումեն, էլի մեր դրական ու բացասական կողմերով։ Ու շատ կարևոր է, որ դա հասկանաք, ունենաք, որ կյանքի այդ կոնկրետ պահին հասկանաք, ես մեզ ձեռ տալի թե չէ, որտեվ եթե ձեռ չի տալի, կարաք տաշեք, չէ, ասենք, ինքնակերտվեք, փոփոխեք դա, եթե պակասում է, ավելացնեք։ Իսկ եթե ձեզ նույնականացնում եք ձեր խաղացած դերերի հետ, էլ արդեն այս փորձը շատ սիրուն ձեր ցույց տվեց, էլի դուք բոլորդ վստահ եմ միջինից բարձր գիտակցության տեր կանայք եք, բայց ասենք այս պարզ հարցը ոնց բան արեց։ Հիմա կարաք արդարացում գտնեք, ասեք հարցը չէիք հասկացել կամ ինչ-որ մի բան, բայց ֆակտը մնում է ֆակտ, որ ձեզ զրկեցինք ձեր բնորոշիչ, ասենք, բաներով, այդ դերերով։ Ու որ կախեց, ասենք, զալը նայեք, տեսեք ինչքան սիրուն վաստացվեց։ Էլի, քանի որ կնոջ մասին ենք խոսում, ինչն է կնոջ պոտենցիալը փակում, հա, հետ պահում։ Ժառանգված պատմությունը, այդ արդեն քննարկեցինք, էլի, այն պատմությունը, որի մեջ որ դուք ծնվում եք, արդեն ավտոմատ լիքը բաներ է, չէ, իրանից ենթադրում, լիքը պահանջներ ու պայմաններ է, չէ, արդեն տալի, որոնց հասկանում եք, չէ, դուք ծնվեիք ուրիշ ազգում, ուրիշ ընտանիքում, կամ անգամ նույն ազգի, բայց ուրիշ ընտանիքում լրիվ ուրիշ արդեն հնարավորություն ունեք, միգուցե ավել, միգուցե պակաս։ Այսինքն այդ ժառանգված պատմությունը շատ մեծ սահմանափակումներ է իրանից արդեն ենթադրում, ու շատ ավելի մեծ, եթե դի չեք գիտակցում։ Այսինքն անգամ այս ամեն ինչը, ես այս ամեն ինչը որ տեսել եմ, հասկացել եմ, աշխատանքը տարել եմ, բայց մեկը ես իմ հոր տղեն եմ, հա, մեկը ես տեղա գալի, ինձ պետքա պահեմ այնց, ոնց որ պետքա պահեմ։ Բայց գոնե դա արդեն ընտրություն է։ Այս ամեն ինչը հասկանով ես ընտրել եմ այս ձևով ապրեմ արդեն, ոչ թե ջան, իհարկե, այդ արդեն ահագին բան է փոխում, էլի, երբ որ դու դա գիտակցված քո ազատ կամքը օգտագործելու որոշում ես կայացրել, ոչ թե այնքան խորն ես ընդունել այդ պատմությունը, որի մեջ դու ապրում ես, այդ սցենարը, որ չես հասկանում, որ էսի ընդամենը դեր է, որ խաղում ես, էլի, որ առանց այս դերի հետ դու կաս։ Դա էլի խաղանք, հասկանում ենք, հասարակության մաս ենք կազմում, հա, ասենք պետքա, ես իմ պետկանելությունը պահեմ, հա, ասենք կան անդամներ այդ նույն այդ ընտանիքում, որտեղ որ ես ծնվել եմ, որ իմ կարիքը ունեն, ես այդ ամեն ինչը հասկանալով անում եմ, բայց այդ ձևով եմ դրան վերաբերվում, էլի, ոչ թե այդ եմ ու վերջ, դրանից այնյան բան չկա։ Ամենուրեք ոնց է դա օգտագործվում, էլի կնոջը սահմանափակելու համար։ Որի որ նայում ես այդ հին հասարակությունները, որ այդ սկզբում ասեցի, չէ, ասեմ հունական, հռոմեական, վստահ եմ էլի կարանք ուրիշ հասարակություններ հիշենք ու ասենք, ինչքան ավելի ոնց որ բաց ա եղել, չէ, կինը դա, ինչքան ավելի քիչ ա եղել այդ ամոթը, այդ խիզախությունը, ինչքան ավելի շատ ա եղել, էլի իրանց մոտ։ Շատ ծանր երևույթ է, շատ։ Այդ քննադատված լինելու վախը, հա, քննադատությունից վախը, չէ, ասենք այդ կողքիների կարծիքը, էլի ոնց է սահմանափակում կնոջ պոտենցիալը։ Էլի կնոջի համար, չէ, որպես հասարակության մասս ինչ-որ մի բան կա, չէ, պահանջ կա քեզանից։ Այդ ոնց է արդեն սահմանափակում, էլի։ Մի հատ էլ երևույթ կա, այդ իրակի մենակ կնոջը չի վերաբերվում, բայց այդ եթե որ ես միշտ ասում, եթե ես մի հատ կախարդական փայտիկ ունենայի ու կարողանայի մի բան մարդկության մեջից հանեի, դա կլիներ այս երևույթը, այդ զոհի կարգավիճակն է։ Այն որ բոլորը մեղավոր են, հա, կամ բոլորն էլ չի, ասենք, ցանկացած պարագայում գտնում ենք, թե ոնց է ամեն ինչը անարդար եղել մեր նկատմամբ ու դրանով արդարացնում ենք մեր չարած քայլերը։
Դե Այս այնքան սենց բան են նուրբ երևույթ է ժողովուրդ ջան։ Սրանից ենքոմ սահմանափակող երևույթ ես գոնե ինքս չեմ կարողանում տեսնեմ ու հասկանամ այս զոհի կարգավիճակից։ Ու ինչքան ուսումնասիրում ես, այնքան սենց ինքը ավելի գեղեցիկ ու սիրուն ձևով է էլի բացահայտվում։ Երազանքների հետևից չգնալը։ Ստեղծում ենք մի հատ ինչ-որ պատմություն, հորինում ենք մի հատ պատմություն, ըստ որի արդարացնում ենք մեր երազանքների հետևից չգնալը։ Դե այս երկիրը սենց է, օրինակի համար, չէ՞։ Դե ես կին եմ, բայց հասկացանք ձեր ժամանակը տենց էր, բայց չէ՞ որ ձեր կողքը կարակ ճարեք մարդկան, հասկացա ինչ ես ասում։ Հա, ու բանը կարդացել եք ժողովուրդ ալքիմիստը, կարող եք։ Այնքան սիրուն ձևով այդ ալխիմիկոսը, այնքան սիրուն ձևով այս պահը ցույց է տալի այդ կրիստալի խանութի այդ տերը որ կա, ունի երազանք, բայց իրան մի հատ պատմություն է ստեղծել, որ հանգարց չգնա այդ երազանքի հետևից, որտեղ վախում է, որ հանգարց գնա ու հիասթափվի կամ գնա ու չստացվի։ Այսինքն ուզում եմ հասկանաք, որ այս զոհի կարգավիճակը ինքներդ եք ստեղծել ձեր համար։ Կարող է նախադրյալ եղել է ու հիմա էլ դնեք, ասենք հիմա հուզված ձեր պատմությունը պատմեք ու արդարացված լինի։ Բայց եթե այսօր այդ պատմությունը արդեն չկա այս պահին, ուրեմն այդ դուք եք ընտրել, այդ պատմության մեջ ապրեք, որպիսի ամեն մեկը որոշեք, որպիսի ինչա ձեզ տալի։ Այս դուք ինքներդ ձեզ պահում եք այդ կարգավիճակում, որտեղ բան եք ստանում, ինչ եք ստանում։ Ձեր անգործունեությունն եք արդարացնում, էլի, ձեր երազանքների հետևից չգնալը։ Այդ էլի այդ ալքիմիկոսի մեջ չէ, անձնական առասպել, չէ, personal legend։ Այսինքն բոլորը առանց բացառության ունեն այդ անհատական առասպելները, այսինքն այդ երազանքները, այդ առաքելությունները։ Ու եթե չեք գնում դրա հետևից, ուրեմն պետք է արդարացում ունենաք։ Կյանքում ինչ-որ դժվարությունների եք, չէ՞, նույն դաժե այդ Սանտիագոն, ուղղակի շատ կուզեի բոլորդ կարդայեք, եթե հնարավորություն ունենաք, հայերենով անգամ աուդիոբուք տարբերակը կա ժողովուրդ։ YouTube-ում դաժե, էլի, լրիվ անվճար, հա, կարակ ուղղակի հայերեն լեզվով լսեք, մի հատ հանճարեղ գիրք կա, շատ հեշտ մարսվող։ Մի խոսքով, մոռացա ճիշտ ասած ինչի ուզում ասեք։ Հա, ասեք։ Նայեք, քանի այդ հարցը տալիս եք, նշանակում է դուք ձեր վրա դեռ աշխատելու տեղ ունեք, այսինքն երբ որ դուք այս ամեն ինչը ոնց պետք է հասկանաք, այդ հարցի լուծումը ունենաք, կամ ամենակարճ պատասխանը ոնց որ բերեք sense training-ների մենք զբաղվենք հետները, կամ դուք այնքան աշխատանք տարեք ձեր վրա, որ հասկանաք այդ հարցի պատասխանը։ Այսի երկու տողանոց պատասխան չի կարող լինի, էլի, որ հիմա ես ձեզ պատասխանեմ, այս սովորաբար դուք չեք կարող, որովհետև ես ինքս իմ հարյուրավոր մարդկանց կարողացա օգնել, բայց իմ հարազատ աղբորը ես չկարողացա, ուրիշները կարողացան։ Ուղարկեցի կոնկրետ ծրագրերի, որ ինքը գնա թեվով անցնի, էլի, ասես մի հատ բան կա, որ քո տան անդամներին դու չես կարող, կամ քո ընկերուհիներին, ընկերներին։ Երևի այդտեղ հոպոտնոպոն է։ Ինչն է։ Բայց այդտեղ շատ սիրուն են իր կարգավիճակը, ձեռնատու կարգավիճակ։ Ջան, հասկացանք, որ այն հասարակությունը, որից որ բողոքում եք, այդ սա մեղավորը դուք եք, պատասխանատվություն վերցրեք, հա, ինքներդ ձեր վրա աշխատեք ու փոխեք։ Մի հատ լավ օրինակ կա, այն կանանց սպորտով զբաղվողները, չէ՞, չգիտեմ, էլի Հայաստան դա հասել է թե չէ, բայց օրինակ այդ արևմտյան հասարակության մեջ միշտ բողոքում են, որ այդ նույն սպորտով զբաղված, ասենք, տղամարդը, չգիտեմ, 10 անգամ կամ ավել վարձատրություն է ստանում, քան թե կինը։ Ու կանայք էլ հելնում, դե պարզ է, չէ՞, կինը այդ սպորտսմենը, հա, կանայք էլ հելնում, ասում են, դե ճիշտ ասում։ Ասենք, ձեզանից քանիսն է այդ սպորտով հետաքրքրվում, եթե ճիշտ ասում։ Չէ՞, ասենք տղամարդիկ նայում են տղամարդու սպորտ, քանի որ նայում են արդեն գովազդների վրա գումարներ առաջանում, չէ՞, տոմսերն առնում, գնում ստադիոններում են նայում, ըստ դրա տղամարդկան սպորտով զբաղվողները շատ են վարձատրվում։ Կանանց սպորտով ըստ երևույթին դուք պետք է, չէ՞, հետաքրքրվեք։
Կանանց սպորտ ասելով ինչ եք։ Ասենք նույն կանանց ֆուտբոլ։ Կանանց ֆուտբոլ օրինակի համար, էլի, ասենք նույն տղամարդը կարող է ստանալ տարին $10 միլիոն։ Այդ սեռական ուղղակի Չէ, այս խտրականությունն է։ Այդպես դուք եք այդպես համարում փասում։ Օրինակ հենց հիմա բան եմ ասում, բայց դուք այդպես եք համարում, ասեք։ Եթե նույն ֆուտբոլը խաղում է եւ կինը եւ տղամարդը, ու կանանց վարձատրում են նույն ինքը տղամարդիկ, ավելի քիչ են Խնդիր չկա։ քան տղամարդկանց, դա ինչ է։ Դուք բայց լսեցիք նորից ես, պրոստեր զրուցում եք դրա մեջ։ Նայեք, կա տղամարդկանց սպորտ։ Տղամարդիկ հետաքրքրվում են այդ սպորտով։ Տոմսեր են առնում, գնում են ստադիոնում, նայում են, գումար է կուտակվում։ Քանի որ հազարավոր, միլիոնավոր մարդիկ նայում են այդ խաղերը, գովազդներից միլիարդավոր դոլարներ է կուտակվում։ Ըստ դրա, այդ սպորտով զբաղվողներին կարողանում են բարձր վարձատրություն լինել։ Կանանց սպորտով ինչի՞ չեք հետաքրքրվում։ Ինչի՞ չեք գնում, դուք ասենք տոմսը առնում, նստում նայում, թե ոնց է Հայաստանի կանանց հավաքականը 15-0 պարտվում։ Ձեզ եկեք մի բան ասեմ։ Սրանից 20-30 տարի առաջ Հայաստանի ֆուտբոլի ստեղծման ջատագործում։ Բայց միտքս հասկանում եք, չէ՞։ Ասենք, լավ, դուք անցանք, հարց չկա։ Ասենք ինչի, ոնց կարակ բողոքեք, առանց ինքներդ ինչ-որ քայլեր անելու, սրա մասին է, էլի խոսքը։ Մի տարբերակում դուք զոհ եք, այն ինչ որ դուք ասում եք խտրականություն, չէ՞, սեռական խտրականություն, դուք զոհ եք, այդ ամեն ինչը ձեր դեմ է։ Երկրորդում չեք։ Մյուսում դուք եք պատասխանատու ու զոր վաճառով որ դա այտենց է։ Այսինքն ստեղ դուք չեք մեղավորը, դուք անելիք չունեք, նայ արդարացում է ձեր անգործունեությունը։ Իսկ ստեղ դուք կարող եք մի բան փոխեք, չէ, այսինքն արդեն հնարավորություն կա, արդեն գործողության տեղ կա, այլ արդեն դուք ուժ ունեք, դե քայլ կա անելու։ Ու կյանքում ցանկացած պարագա եմ, էլի հարազատներ ջան, եթե զոհ չեք, ուրեմն կարող քայլ անեք, էլի։ Դա շատ լավ տեղ է տանում այդ զոհի հակառակ կողմը։ Եթե զոհ եք, ամեն ինչ արդարացված է։ Ամեն ինչ արդարացված է ու ոչինչ չունեք անել։ Հա, այլ արդեն պետք է սպասեք, թե ձեր տեղը ուրիշ կարող անի։ Ձեզ որպեսզի շատ չձանձրացնեմ, ինձ թվում է արդեն սա միտքը հասկացաք, եկեք հիմա մի հատ շատ ուժեղ բան անենք, որ խնդրեմ ոնց անենք մի հատ Ես ձեզ խոսք եմ տալի, որ եթե ճիշտ ընտալեք, ճիշտ վերցնեք, այսօր այսպես կարա ձեր կյանքը փոխվի, էլի, ես հիմա շատ հզոր բան ենք անելու։ Այն նրա նման, ով եմ եսի նման։ Մեջ ասած խտացրել ենք բան, բայց այս 16 ժամվա տրեյնինգ է, էլի, եթե ասենք ասած քիչ, հա, ասած մանրամասը, որ այս ամեն ինչը վերցնեք, ընկալեք, հետո ներկա կողքն է որ կարողանաք ապագա գրեք Merci շատ շնորհակալություն Okay հիմա ձեր ներկայում կատարած քայլերը մոտիվացվում է, որոշվում է ձեր ապագայի կողմից, թե անցյալի կողմից։ Մի վարքյան։ Ես կոնկրետ ասեմ, ասենք զբաղվել եմ իմ թողնիկների դաստիարակությունով, հիմա մեզ թողնիկս արդեն ինձ մոտ Լոմանոսովի համալսարանը սովորում, այստեղ ու իրար պահված այդ ամեն ճիշտ նկատվում են, որ ապագան է դա։ Մի հատ այսօրվա օրինակով եկեք էլի անենք, հա, մի հատ օրինակ այսօրվա, ահա, ասեք։ Արթնացել եմ, գիտեմ որ գալու եմ այս միջոցառմանը եւ գիտեմ որ այստեղ ստանալու եմ ինձ համար ապագայում Այսինքն ձեր ստեղ գալը այսօր մոտիվացվել է այն ապագայով, որտեղ որ դուք պետքա ստանայիք էներգիա ու գիտելիք ու էմոցիա։ Ներկան քայլ արել, չէ, արտացել, պատրաստվել, հագնվել, օրը պլանավորել, այդ իր ներկա քայլերն են։ Ու այդ ամենը մոտիվացվել է ապագայից, որտեղ որ ինքը պետքա գար այս ամեն ինչը ստանալ։ Ավելի պարզ օրինակ, հա, առավոտը արթնանում եք, ինչ եք անկողնուց վեր կենում։ Ինչն է ձեզ մոտիվացնում։ Ինչ-որ մի բան կա, չէ, միտք կա, գնում եք լվացվեք օրինակի համար։ Այդ ապագան է լվացվելու հատվածը, որը որ որոշում է
ձեր այդ պահի քայլը, այդ անկողնից ասենք վեր կենալ։ Առանց բացառության միշտ ձեր ներկա քայլերը մոտիվացվում է ապագայի կողմից, առանց բացառության։ Այսի շատ կարևոր երևույթ է ժողովուրդ ջան։ Սա ներկան է։ Սո ապագան որոշում է ձեր ներկայի քայլերը։ Ապագայի դուք նպաստում եք ձեր ներկայի դուքի քայլերը ամեն պահ։ Ապագայից է գալի ձեր որոշումը։ Իսկ ապագայի քայլերը որտեղից է որոշվում։ Բացատրեք։ Ասեք նա։ Բացատրեք։ Ասма անցյալից ով չի լսում։ Այսօրվա մասին։ Ուրեմն ես ինչ-որ խնդիրներ եմ ունեցել անցյալում, որ ներկա այսօր ստիպել է ինձ ես գա ձեր տրեյնինգին, որ պատասխանել Շատ լավ, ուրիշ օրինակներ, շնորհակալություն։ Անցյալը, ապագան, ներկայից ապագան։ Ասա դափեք չէ։ Բարձր կարող է, թե չէ։ Կարող գաստ է, արի ստեղ էլի, արի։ Կոնկրետ այս հարցի շուրջ, հա իհարկե, ինքը սենց շատ նուրբ թելեր ունի իմ համար կապված, քանի որ եթե մենք այստեղ ենք, մենք անցյալում արել ենք ինչ-որ քայլեր, սխալի ու ճիշտի մասին չի, արել ենք ինչ-որ քայլեր, որոնք չեն տվել այն արդյունքը, ինչը որ մենք ուզել ենք ստանալ։ Հետևաբար, եթե մենք ապագայում ուզում ենք ունենալ ինչ-որ մի բան, որը որ մենք հիմա չունենք, մենք անելու ենք այն, ինչը անցյալում չենք արել։ Դրանով է պայմանավորված, որ ապագայի համար մենք անցյալից ենք ինչ-որ միտեղ հենման կետ գտնում առաջ գնալու։ Այդ իմ փոքր դիտարկումն է սրա մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ուզում եմ ասել, որ բոլորը շատ գեղեցիկ եք։ Սենց մոտենայի ու եք եմ ասում, որ ինչքան գեղեցիկ եք բոլորը։ Միշտ։ Ուրիշ տարբերակներ, Արազատներ ջան, ասա Գոհար ջան։ Այ, քանի որ դու հիմա հասկանում եմ ուզում ես ասենք ես խոսալը բան պրակտիս անես, հիմա ես քեզ օգնելու որ ավելի բարձր խոսես։ Չեմ լսում քեզ։ Եթե անում ենք ճիշտ անենք, չէ՞ ժողովի կիսա թողնենք, վարդը լուրջ աշխատանք է տանում, էլի ես շատ կխնդրում եմ ծափա արեք Գոհարի։ Արի ստեղ։ Մեր համար վերջում տրեյնինգ անես։ Այո։ Նիկ ջան, քանի որ մենք արդեն ինքներս ենք գերտում մեր ապագան, որպես արարիչներ, մի քիչ բարձր անհնչում, բայց այսպես ասեմ, մենք մեր ապագան կերտում ենք ներկայում։ Ինչու? Որովհետև եթե այն ժամանակ էլի ներկայում կերտել ենք մեզ համար բացասականը չհասկանալով, անգիտակից ապագա ենք կերտել, հիմա մենք մեր ներկայից կերտում ենք արդեն գիտակից մեր ապագան։ Ես այսպես եմ ասում։ Ինչքանով ես կարողանում դու ներկայից կերտես։ Մի հատ օրինակ բերի։ Ասենք հաջորդ տարի այս պահը, այս օրերը, դու որտեղ ես լինելու, ոնց ես տեսնում։ Այդքան գլոբալ ես չեմ տեսնում։ Ինչի համար։ Որովհետև ինձ համար կերտում եմ նա, ինչ որ ես Ինչը որտեղ ես տեսնում։ Կոնկրետ օրինակի վրա բան եմ ուզում ցույց տամ, էլի, հա։ Հարցը Ժողովուրդ ջան, իսկ կներեք, էլի, եթե ես իմ հարցերով ձեզ նեղում եմ, դա իմ ստիլն է, էլի, ես ումը շատ եմ սիրում, ավելի շատ եմ նեղում, որ կարողանամ ինչ-որ մի բան փոխանցել։ Ես ամենը մեզ համար փոխցար, տես, ես կոնկրետ ասենք ինչ եմ կերտում ինձ համար գիտակից, կերտում եմ, որ լինեմ երջանիկ մարդ, լինեմ գիտակից, արդեն գիտակից անձնավորություն։ Այ, շատ լավ ես ասում։ Ուզում ես կերտես լինես երջանիկ մարդ։
Արդյոք դա ներկայից է կերտվում թե անցյալից։ Որտեղ ես ինչ եմ լսում, դու անցյալում քանի որ երջանիկ չես եղել, անցյալը դա որոշում, որ դու փորձես ապագայում ներկա լինես։ Ես այդ եմ լսում։ Արենատ ուրիշ օրինակ բերենք։ Մտածի, ասենք, չգիտեմ, նոր տարին որտեղ ես ուզում անես, ինչ ես պատկերացնում։ Նոր տարին չէ, բայց ինձ համար տեսնում եմ, որ ասենք շրջագայությունների ինչ-որ շրջան Որտեղ։ Դուբայ։ Okay, ինչ վիճակում, ասենք, ինչ հյուրանոցում, անձնական յախտայով, թե ասենք, չգիտեմ, 4 հատ չէ, այս սա կարևոր է, ժող, այս բանը եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ինչ ես պատկերացնում, ոնց ես պատկերացնում Դուբայը։ Ում հետ ես պատկերացնում։ Դուբայում մենք յախտայի վրա լավ ասենք։ Այ, չես կարող, չէ՞։ Արի սավը, չես կարող, չէ՞ դու պատկերացնես Դուբայում յախտայի վրա։ Բնակ ես կարողանում եմ ինձ պատկերացնել։ Ես ինձ պատկերացնում, որ ես գնացի անպայման յախտայի վրա կլինեմ։ Ինչն է պատճառը, որ դու չես կարողանում, ես կարողանում եմ։ Այսինքն իմ ապրած անցյալը ինձ թույլ է տալի, որ ես այդպես պատկերացնեմ։ Քո ապրած, կներեք, էլի ժող, այս այնքան կարևոր է։ Քո ապրած անցյալը քեզ թույլ է տալի դու պատկերացնես ինչ որ պատկերացնում ես։ Ու անգամ թե ում հետ ես լինելու, չէ՞։ Ասենք հիասի տղայիդ հետ։ Որտեվ ըստ քո այն ինչ որ ունես, անցյալից եկածած, դու ընդհանրապես այդքանն ես կարողանում պատկերացնես։ Իսկ եթե հայտնված լիներ այդ Կամբոջայում ու այդ պատմությունը մոռացած լիներ, էլի նույն ձև կպատկերացնեի Դուբայը, թե ավելի խիզախ, ավելի մեծ, որ Եթե Կամբոջայում լինեի, ինձ թվում է արդեն ոչ մի չի պատկերացնում։ Շնորհակալություն, Գորջան։ Հա։ Հարցկա, իմանալու մասին չի խոսք, եկեք նույն օրինակը ձեզ հարցնեմ։ Այս տարի նոր տարին որտեղ եք պատկերացնում անեք։ Չեմ ուզում պատկերացնել, որովհետև ես ամեն օր ապրում եմ այստեղ հիմա, եւ ապրում եմ երջանիկ, ապրում եմ առողջ, ապրում եմ Չէ, ես ապրում եմ հավասարակշիռ, ապրում եմ իմ հավատքի եւ Աստծո հետ, եւ շատ ուրախ եմ, եւ շատ բավարար եմ, եւ շատ պոզիտիվ եմ։ Աշխատում եք դուք։ Աշխատում եք, ինչ մասնագիտություն եք։ Այսօր աշխատում եմ պատերապևտ։ Ինչն է, ասենք, այսինքն հիմա մի ամիս հետո որ մտածում եք, էլի ձեզ որպես պատերապևտ եք տեսնում։ Իսկ ես չեմ մտածում այդ ներմասնագիտականի մասին։ Ինձ համար կարևոր է Ես ուզում եմ ձեր մի ամիս հետո հանդիպեմ։ Որտեղ կարանք հանդիպենք, օրինակ կարանք Սիբիրում հանդիպենք։ Կլինեք դուք Սիբիրում մի ամիս հետո ձեզ։ Իրոք էլի ժող։ Այսինքն կարծում եք որ հնարավոր է օրինակ Վլադիվոստոկում միասին հանդիպենք մի ամսից։ Դուք գործի չեք լինելու ըստ ձեզ մի ամիս հետո։ Դուք ըստ ձեզ պարտավորություն չունեք, ասենք աշխատանքի հետ կապված, էլի։ Չունեք։ Ես ամենակարևորը, որ իմ կյանքում գտնել եմ, դա հոգու ազատությունն է։ Մտքի ազատությունն է։ Ինչի եք աշխատում։ Ինչի եք աշխատում։ Ինչի եք օրինակ գործի գնում, օրինակ ինչ եք եթե աշխատում դուք։ Ես ուզում եմ, որ իմ հասկը առողջ։ Ինչ եք դա ուզում։ Որտեղից է դա գալի։ Սրտության է, իմ հասկը ուզում եմ առողջ։ Բայց ու անվճար չեք աշխատում։ Աշխատում եք ում աշխատում։ Լավ Դրա կարիք շատ չկա, բայց ամեն դեպքում Օրինակ համար 30 տարեկան տղամարդ, այդ ձեր ապրելած ձևը
Ուր էր տանել ուզես։ Ասենք պետք է ընտանիք ստեղծեք, տուն առնեք, հա, ասենք պատասխանատվություն ունեք, ձեր ասած փիլիսոփայությամբ ապրելը որտեղ է ձեզ տանելու։ Ուղղակի էլի մտածելու բան։ Հիմա ով որ այդպես չի ապրում։ Ձերը հասկացա, լրիվ ընդունեցի, իրոք ուրախ եմ ձեր համար, հա, ու խի եք ձեզ ածում, խի եք աշխատում, ասենք եթե դուք ձեզ կարողանում եք թույլ տակ այդպես ապրեք, ուրեմն շատ ուրախ եմ ձեր համար, էլի։ Իսկ մնացած մահկանացուների համար, ով դա այդտեղ չի ասել, ժողովուրդ ջան։ Ուրեմն հասկացանք, որ ներկայի բոլոր քայլերը մոտիվացվում է ապագայի կողմից։ Իսկ թե ով ինչ ապագա կարա պատկերացնի, որը որ կմոտիվացնի ձեր ներկա քայլերը, այդ սա գալիս է ձեր անցյալից։ Ձեր անցյալի փորձերից։ Ես ինչի կարացա Դուբայում ինձ տեսնել, այդ անձնական յախտայի վրա, որովհետև ես Մեքսիկայում անձնական յախտայով եմ հանգստացել օրինակի համար, անցյալի փորձ ունեմ, որը որ կարողանում եմ նպաստի, որ ես ապագան էլ այդպես տեսնեմ։ Նույնը ասենք օրինակ կարանք վերցնենք ինչ-որ մի նոր պրոյեկտ սկսելը, չէ՞։ Եթե ես եղել եմ ներգրավված, ասենք որոշակի կամ բազմաթիվ բիզնես պրոյեկտներում, ու ունեմ այդ պրոյեկտները հաջողությամբ իրականացնելու փորձ, եթե ես վաղը գործի կարիք ունեցա, ես կմտածեմ ինչ բիզնես սկսեմ, որը որ կթելադրի այսօրվա իմ քայլերը, ես չեմ գնա միտեղ որպես աշխատող փորձեմ մտնել, որովհետև ես ունեմ անցյալի փորձ, որը որ կորոշի, թե ես ինչքան մեծ պատկերացնեմ, պլանավորեմ իմ ապագան, իսկ ապագան էլ արդեն կախված թե դու ոնց ես տեսնում, արդեն նպաստելի է քո այսօրվա քայլերին։ Դերս գալի։ Այս բա ընկալեցինք հարազատներ։ Մեզ պետք էր հասկանանք ներկա մեր քայլերը ինչն է որոշում, չէ՞, ինչ որոշվում է անցյալի մեր փորձերից։ Հիմա ի՞նչ է դուրս գալի, որ ինչ-որ փակ ցիկլի մեջ ենք ընկնում, չէ՞, հարազատներ։ Կախված թե ինչ անցյալ ենք ապրել, ըստ դրա մենք կարողանում ենք ընդհանրապես պատկերացնել որոշակի ապագա, որն էլ արդեն ենթադրում է մեր ներկա քայլերը։ Ինչ անենք։ Այդտեղ գալիս է արդեն այդ կարևորությունն էլ այդ աշխատանքը տանելու, այդ պատմությունից արդեն ազատվելու, այդքան որ ասում ենք, չէ՞, տրավմաներ ու այդ տիպի բաներ, որպեսզի արդեն կարողանաք ապրեք ներկա պահով, ոնց որ դուք եք ապրում, որը որ ձեզ թույլ կտա արդեն խիզախորեն երազել կամ պլանավորել ձեր ապագան, ձեր ներկա պահի ապրելը իրոք է որ ասում խոնարհվում եմ, բայց ապագան չպլանավորելը ես ուղղակի չեմ կարողանում տեսնեմ, էլի։ Եթե անցյալից անջատված եք, այն որ ամենայն հարգանքս ձեզ, բայց չէ որ արդեն պետք է սկսեք խիզախորեն պլանավորել ապագան, որպեսզի ապրեք հզոր ներկա, էլի։ Կարևոր մեծ լիքը հզոր ներկա։ Ուժ վերաբերվեք սրա, այս իրոք շատ հզոր պրակտիկա լինելու, որովհետև սրանից հետո էլ այս նույն բանը օգտագործելով կարողանալու եք տեղափոխվեք, եկեք բան անենք, էլի մեդիտացիոն ինչ-որ վիճակի մեջ, ճանապարհորդենք դեպի ապագա, ես ընտրել եմ, ասենք, այս տարվա դեկտեմբերի 31 անենք, որ բավականին մոտիկ է, բայց այնքան հեռու է, որ կարանք ահագին բան փոխենք մեր կյանքում։ Պատկերացնում ենք մենք որտեղ ենք, շատ մանրամասն, որտեղ եք, ում հետ եք, ինչ եք զգում, ինչ հոտեր եք առնում։ Այս կարգի ասենք sense ռեալ, ոնց որ ներկա պահում արդեն դեկտեմբերի 31-ն է։ Ցուրտա, ձունա, որ խաղակում եք, ելի եմ կրկնում, ում հետ եք, ինչքան կարաք sense ռեալ սարքեք այս ներկա պահ, ու ասենք այդտեղից, տեսեք, եթե սահմանափակումներ եք էլի տեսնում, իրան ազատեք այդ սահմանափակումներից, էլի, խիզախորեն տեսեք, թե դուք ուր եք հասել այսքան ամիսների ընթացքում գրի առեք, էլի, այն ձեր այն երեխուն բաց թողեք, այն երազող երեխուն, թող գրի, թող երազի, թող պատկերացնի, թե դուք այս ամիսների ընթացքում ինչեր եք արել, հա, ինչերի եք հասել, ու դուք ով եք այդ ժամանակ, ինչ եք զգում, ինչ եք տեսնում։ Ուզում եմ մի 5 րոպե գրեք այս ընթացքում ինչ եք արել, եւս մի 5 րոպե գրեք, թե մյուս տարի ինչ եք անել արդեն այդտեղից, ոչ թե ստեղից։ Դեկտեմբերի 31-ն է, որտեղ եք դուք։ Հա, դեկտեմբերի 31-ն է, հիմա դու պատկերացնես, որտեղ եք։
Okay, գրեք։ Գրեք ում հետ եք։ Պատկերացնում ենք Իտալիայի Թուրին քաղաքում, նամակ եք գրում, մի հատ վերանայում եք ձերս անցած տարին, կարակ այս պահը կարակ վերցնեք որպես այդ չգիտեմ հայերեն ոնց է, այդ reference point, որ այստեղից ինչ-որ մի բան փոխվեց իմ մոտ, ու ինչ փոխվեց, ուզեք հասկանում, ես խիզախորեն երազ եք, ժողովուրդ չէ։ Էլի անցյալի սահմանափակում չի։ Ու քանի չազատվենք այդ անցյալի սահմանափակումից, հարազատներ ջան, 5-10 տարի հետո չենք ունենալու։ Բայց իհարկե նյութական ահավոր կարևոր է։ Միանշ ինքնահոսի ձեր ապագան։ Հարց չկա, դրա համար եմ ասում մեծամասամբ։ Հարազատներ։ Հələ լսեք, էլի մի հատ։ Հասկանում եք մի վարքյան, հասկանում եք, որ դուք ձեր ապագան չեք պլանավորում, թողել եք ինքնահոսի։ Իսկ եթե դուք չեք պլանավորում ձեր ապագան ձեր տեղը պլանավորվում է։ Կարող է պլանավորվի ձեր զուգընկերոջ կողմից, ձեր երեխեքի կողմից, հասարակության կողմից։ Դուք ունեք մի հատ աստվածային ունակություն, այդ ամենայն պատասխանատվությամբ հիմա ձեզ ասում եմ, որ դա աստվածային է, այդ ձեր ուշադրությունն է, որտեղ ձեր ուշադրությամբ դուք կարողանում եք ստեղծել, որտեղ ձեր ուշադրությունն է, այնտեղ ստեղծվում է ձեր այդ իրականությունը։ Տալիս եք ձեր ուշադրությունը վախերի, ստեղծում եք վախեր, հա։ Թողնում եք ձեր ուշադրությունը։ Քաղաքական գործիչներն են օգտագործելու, չգիտեմ, ուրիշ ասենք ինչ-որ կորպորացիաներն են օգտագործելու, երբ որ գալիս եք տուն ու փոխանակ նստեք դուք ձեր մտքի հետ, դուք ձեր ուշադրության հետ, մտնում եք Instagram այն արագ թերթվող վիդեոներն եք նայում, ինչ եք անում։ Ձեր ուշադրությունը անվճար տալիս եք, ասենք ինձ օրինակի համար, մտնում իմեջն եք նայում, օրինակ եմ ասում։ Հասկանում եք, հələ իմեջը երևի ձեր ամենաանվնաս տեղն է, որ մտնում եք, էլի։ Հասկանում եք, հարազատներ, ոնց որ չեք մտածել, թե դուք իրականում ով եք, այտենց էլ նայեք, չունեք պլանավորած, ասենք ինչ-որ պլաններ ապագայի համար, երազանքներ, բայց սենց չի սկսել, չէ՞ ժող։ Դե հիմա ընդհանուրն եմ ասում, էլի եմ ասում, եթե դուք ունեք շատ լավ է։ Եթե հիմա դժվարանում եք այս ասածս անեք, եսի պետք է ասենք ամեն օր գրելուց լինեք։ Օրինակ ես որ այս ամեն օրվա այդ իմ այդ ժորնալինգը որ անում եմ, ես գրել եմ մինչև տարվա վերջը ինչ պետք է արած լինեմ ու սա կրկնում եմ ամեն օր, որ հանգարց դա չվրիպի իմ ուշադրությունից։ Ընթացքում ինչ անեմ, մեկը որպես փարոս այդ իմ նպատակները հիշացված լինի ինձ առավոտը, որ ես իմ ուշադրությունը հանգարց չկորցնեմ այդ իմ նպատակներից։ Հիմա ձեզ օգնում եմ, որ այդպես մի տեղ են գնեք, էլի, ասենք գրեք, որտեղ եք դուք այդ ամսի 31-ին, ու տեսեք այդ ամսի 31-ի դուք արդեն ոնց է այն պարանը գցում, հա, այդ օգնության պարանը, ու ձեզ քաշում տանում ընդ որտեղ որ ինքն է։